Инфокомпании «Ташир». Все грани бизнеса. Խաղող ուտել արդեն կարելի է, Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդեց մեռելոցը։ Լիպո Սամվել Սոկրատյանի 3-րդ գրքի անունն է, շնորհանդեսն այսօր էր։ Զգուշացեք, սուրճը կարող է հասցնել մահվան, գիտնականների եզրակացությունն ու սրճամոլների համար օգտակար խորհուրդներ եւ հանրապետությունում առանց տեղումների եղանակ, իսկ Հյուսիսում, այսինքն Լոռիում, անձրև եւ ամպրոպ։ Բարի օր, բարի գալուստ մոլորակ լրատվական։ Թողարկման թեմաներից մի քանիսին արդեն ծանոթ եք, հիմա նշված եւ այլ թեմաների մասին առավել հանգամանալից։ Խաղող ուտել արդեն կարելի է, Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդեց մեռելոցը։ Գուգարած թեմի տրամադրած տեսանյութը պատմում է խաղող օրհնեքի խորհրդի մասին։ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը հայաստանյա եկեղեցու 5 տաղավար տոներից է։ Սուրբ Գույսն ավելի վեր է, քան մարգարեները, նախահայրերը, մարտիրոսներն ու վարդապետները, սերովբեներն ու քերովբեները։ Զիջում է միայն Արարչին, անեղ բնությանը, գերազանց եւ աներևույթ Աստվածությանը։ Սուրբ Աստվածածինն էր վերապահված փրկչին աշխարհին ընծայելու աստվածային պատիվը։ Քրիստոսի համբարձումից հետո Աստվածամոր կյանքն անցնում էր ճգնության ու աղոթքի մեջ։ Մահից առաջ Գաբրիել հրեշտակապետը, ով ավետել էր Քրիստոսի ծնունդը, Տիրամորը հայտնում է 3 օր հետո նրա երկինք փոխադրվելու մասին։ Հավաքվում են նաև առաքյալները։ Լուսեղեն կամարը շրջագծվում Սուրբ Գույսի վրա եւ նա ավանդում է հոգին։ Առաքյալները տեսնում են նրա պայծառ հոգին, որը լույսից անհամեմատ սպիտակ էր։ Առաքյալներն Աստվածածնի մարմինն ամփոփում են Գեթսեմանի քարայրներից մեկում։ 4-րդ օրը առավոտյան Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ հրեշտակների բանակը լուսեղեն ամպի տեսքով իջնում է երկնքից եւ առանց տապանը խախտելու Աստվածամոր մարմինը բարձրացնում երկինք։ Այս պատճառով էլ նրա երկրավոր կյանքի վաղճանը որակվում է վերափոխում բառով, մատնանշելով նրա մարմնով երկինք վերափոխվել։ Հայ եկեղեցին Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը նշում է օգոստոսի 15-ին մերձակակիրակի օր, այս տարի օգոստոսի 18-ին։ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի օրը պատարագից հետո կատարվում է խաղող օրհնեքի արարողություն։ Խնդրվում է Աստծո օրհնությունը նվիրաբերվող խաղողի ողկույզների եւ ճաշակողների համար, որպեսզի վերջիններս առողջ լինեն մտքով, ոգով եւ արժանի մեղքերի թողության։ Բերքի օրհնության սովորությունը քրիստոնեական շրջանում ստացավ նոր իմաստ, որը կապվում է Աստծո փրկagor շնորհների հետ։ Պտուղներից ընտրվեց խաղողը, քանի որ Հիսուսն իր մասին ասում է. «Ես եմ ճշմարիտ որդատունկը», ինչպես նաև վերջին ընթրիքի ժամանակ նա խաղողի հյութից ստացված գինին օրհնեց եւ տվեց աշակերտներին, որպես իր կենարար արյան խորհրդանիշ։ Ճշմարիտ որդատունքին հաստատուն մնալու հայցը խաղող օրհնեքը Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ։ Ես հավատում եմ, որ մեր մեջ ոչ թե 10, 100 հազար, այլ տասնյակ հազար բարեպաշտ ժողովուրդ կա, աղոթող մաքրագենցաղ հավատացյալ կա, որոնց խաթը, որոնց աղոթքը լսելի լինելով պետք է խնայեն մյուս նրանց, ովքեր մոլորյալ են։ Եվ այստեղ է, որ մենք պիտի շեշտադրենք, հավատանք ու քաջալերենք, զորացնենք բարեպաշտ հավատացյալներին, որոնք չխնայեն իրենց աղոթները եւ բոլոր նրանք էլ, ովքեր դեռ աղոթել չեն սովորել, դառնան աղոթողներ, սովորեն ու դառնան։ Ահա Աստվածածնի այս գեղեցիկ ուխտի օրվա կապակցությամբ իմ հայրական սերն ու մաղթանքն է ձեզ բոլորի, որ երբեք ու երբեք ձեր աղոթների մեջ եւ խոսում եք չմոռանաք Տիրամորը։ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը ուխտի օր էր թեմի Սուրբ Աստվածածնի անունը կրող բոլոր եկեղեցիներում, ուր պատշաճորեն մատուցվեցին սուրբ պատարագներ եւ կատարվեցին խաղող օրհնեքի արարողությունները։ Բազմամարդ էր եւ լեցուն ուխտավորներով Վանադորի հնամենի ու սիրված Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Սուրբ պատարագ մատուցվեց Վանադորի Սուրբ Գրիգոր Նարեկացի, Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Սարգիս եկեղեցիներում։ Ուխտատեղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց նաեւ տոնի մատաղ։ Դիվան Գուգարած թեմի։ Շարունակում ենք թողարկումը Լիպո Սամվել Սոկրատյանի 3-րդ գրքի անունն է, շնորհանդեսն այսօր էր։ Գիրքը պատմում է քարվաճառի ազատագրման մասնակից Լիպարիտ Ղուլյանի ու նրա զինագիծ ընկերների մասին։ Անահիտ Կարապետյանն է ներկայացնում։
Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքում գրքի շնորհանդես էր հավաքվելու առիթ հառակագիր Սամվել Սոկրատյանի Լիպո գիրքն է, որը պատմում է Քարվաճարի ազատագրման պայքարում ընկած հայորդու Լիպարիտ Ղուլյանի մասին։ Սա գրողի երրորդ գիրքն է, որը լույս է ընծայվում դստեր Մարինե Սոկրատյանի հովանավորությամբ։ Սոկրատյանի գրչին են պատկանում Արյուծի տարազով, Իջրուս քարավանը, առականի աշխատությունները։ Սամվել Սոկրատյանը գրի է առել նաև մասունքներ Շիրազից հուշապատումը։ Լիպոյի հիշատակին նվիրված գրքում տեղ են գտել նաև երկրաշարժին նվիրված տողեր։ Մոտ 15 ակրոստիկոս կա մեր վանաձորցի ազատամարտիկների անուններով գրված։ Այդ ձևով է նա որոշել հավերժացնել մեր ազատամարտիկների հիշատակը։ Սոկրատյանների 5 զավակներից Մարինե Սոկրատյանը հպարտությամբ խոստովանում է, որ կարողացել է հորձանկությունն իրականություն դարձնել, այն հանձնելով սերունդներին։ Ջիվանին էր նվիրել հայրս պոեմը, որի մասին ես տեղեկություն չունեի։ Դա Ջիվան Սարգսյանի կողմից անակնկալ էր ինձ, և մենք որոշեցինք գիրքը տպագրության տալ։ Արցախյան պատերազմի ժամանակ հարկավոր էին կամավորներ Վանաձորի պայմանագրային գումարտակի 30 կամավոր անմիջապես արձագանքեցին և շարժվեցին ընդառաջ Մարտակերտից եկող Մոնթե Մելքոնյանի զորքին։ Նրանց մեջ էր Արցվաշնի թոռ Լիպարիտ Ղուլյանը։ Այս գիրքը հայրենասիրության արձագանք է, որն ունի նաև պատմագիտական տարեգրություն, ասում է Յուրա Ղուլյանը։ Շատ տպավորված եմ այդ գրքույկից, ոչ միայն այն բանով, որ նվիրված է նաև Արցվաշենի թոռ Լիպարիտ Ղուլյանին, այլ նաև նրանով, որ արժանիորեն են ներկայացված մեր տղաները եւ շատ գեղեցիկ տողեր կան այն առումով, որ եթե այո մենք ունեցել ենք Անդրանիկ, ունենք եւ դարեդար շարունակվելու է նրա գործ շարունակել Նժդե, մեր օրերում ունենք Լիպո, ունենք Խաչիկ, ունենք Սոս, այսինքն մեր ազատամարտի մասնակիցները այստեղ բոլորը ներկայացված են։ Ազատամարտիկ Լիպոյի հիշատակին նվիրված գրքի խմբագիրը Վահագն Սարգսյանն է, հուշագիրը հրատարակվել է 500 օրինակ տպաքանակով, Մարինե Սոկրատյանն այն նվիրեց ներկաներին։ Գրքի շնորհանդեսին հնչեցին Սամվել Սոկրատյանի առակներից, ընթերցվեցին հատվածներ Լիպո գրքից։ Անահիտ Կարապետյան, Արմեն Շաբազյան, Մոլորակ։ Սուրճի օգտակար ու վնասակար ազդեցությունների մասին մեր թողարկումներում խոսել ենք, բայց քանի որ այն շատերի սորակարգում մեծ տեղ է զբաղեցնում, այսօր եւս անդրադառնում ենք։ Գիտնականների նոր հետազոտությունների արդյունքում պարզ է դառնում, որ սուրճը կրկնակի մեծացնում է մահվան ռիսկը։ Ի վերջո, որն է սահմանը եւ քանի բաժակ սուրճ կարելի է խմել մեկ օրվա ընթացքում։ Իմացեք տեսանյութից։ Մեկ օրվա ընթացքում կարելի է խմել առավելագույնը 3 բաժակ սուրճ, ընդ որում առավոտյան, այսինքն առաջին սուրճը կարող է լինել թունդ, երկրորդը պետք է լինի առաջինից ավելի թույլ, իսկ օրվա ավարտին ցանկալի է շատ թույլ սուրճի օգտագործումը, մինչև անգամ 1 բաժակ ջրին խառնել կես գդալից ոչ ավելի սուրճ։ Գիտնականների միջազգային խումբը եկել է այն եզրակացության, որ օրական 4 բաժակից ավելի սուրճի օգտագործումը մեծացնում է վաղաժամ մահվան ռիսկը մինչև 55 տարեկան մարդկանց շրջանում։ Համաձայն եք, որ լուրջ է։ Եկեք նախ հասկանանք ինչի համար ենք սուրճ օգտագործում։ Առավոտյան խմում ենք, որ արթնանանք, կեսօրին ճաշից հետո խմում ենք, որ ուտելիքի ազդեցությամբ առաջացած անաշխատունակության զգացողությունը փոխարինվի թարմության զգացողությամբ, երրորդ սուրճի համար առանձնապես հիմնավորումներ չկան։ Սա արդեն կախված է աշխատանքային ժամերից կամ ինքնազգացողությունից, մինչև անգամ հնարավոր է բավարարվել 2 բաժակով, առավել ևս որ սուրճի չարաշահումը հակացուցված է բոլորին անկախ առողջական վիճակից։ Նայած տրամադրության 5-ից 6 բաժակ։ Ինչ է քաշա։ Ես իմ կարիքը զգում եմ։ Մի հատ առավոտյան եմ խմում, չեմ կարող առանց կոֆեի թարմանամ, օրվա մեջ էլ 2 անգամ ստացվում է խմում եմ։ Ես սուրճ չեմ խմում, չեմ սիրում։ Հետազոտությունից պարզվել է, որ մինչև 55 տարեկան սրճամոլները ավելի հաճախ են մահանում։ Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է ավելի քան 40,000 մարդ, ընդ որում 35,000-ը տղամարդ։ Սրանից հետևություն զգուշանալ է պետք։ Սարգիս Գոքորյան, Արեն Ոսկանյան, Մոլորակ։ Միջազգային դրահոսն է առջևում աշխարհում կատարված ու կատարվող իրադարձություններից ուշագրավներն առանձնացրել ու ներկայացնում է Լիաննա Մխիթարյանը։ Օգոստոսի 18-ին և 19-ին Վրաստանի մերձափնյա ուռեկի բնակավայրում տեղացած հորդառատ անձրևները ենթակառուցվածքներին խոշոր վնաս են հասցրել։ Ջրով հեղեղված են բնակավայրի փողոցները և տներից մեծ մասի առաջին հարկերը։ Այնտեղ կենտրոնացել են փրկարարները, տարվում են մաքրման աշխատանքներ։ Երեկ գիշերը հանգստավայրի շրջաններից մեկում սողանք է գրանցվել։ Սողանքներ հնարավոր են նաև այլ շրջաններում, պնդում են մասնագետները։ Ուռեկիում հանգստացող շատ մարդիկ փորձում են շտապ հեռանալ։ Սողանքի հատվածում ավտոմայրուղու վրա խցանում է առաջացել
ստացել, Ուրեկիում էլեկտրաէներգիան անջատված է։ Ճապոնիայի հարավում սկսվել է Սակուրաձի մահրաբխի ժայթքումը, այն 5 կիլոմետր բարձրությամբ մոխիր է արտանետել։ Տեղի բնակիչների համար հայտարարվել է վտանգի բարձր աստիճան։ Բացի դրանից ըստ օդերևութաբանական կանխատեսումների խառնարանի հարավ-արևելյան կողմում գրանցվել են հրապլաստիկ հոսքեր 1 կիլոմետր հեռավորությամբ։ Ճապոնիայի հարավում նահանգի վարչական կենտրոն Կագոսիման մոխրի պատճառով կիսախավարի մեջ են կղմվել։ Տեղի բնակիչները ստիպված են պաշտպանիչ դիմակներ կրել։ Սակուրաձի մահրաբխի բարձրությունը կազմում է 1117 մետր։ Հրաբուխը գործող է եւ ակտիվացել էր անցյալ ամիս։ Նախորդ ուժեղ ժայթքումը տեղի էր ունեցել 2009 թվականին, երբ 4 կիլոմետր մոխրի սյուն էր խոյացել, հարակից բնակավայրերը ծածկելով հաստ շերտով։ Դեռ 100 տարի առաջ Սակուրաձիման առանձին կղզի էր։ 1914 թվականին ժայթքած լավան հրաբուխը միացրել էր Օսումի թերակղզուն։ Ռուսաստանում դատարանը բավարարել է քննության Պոլեսիե 8 շոգենավի նավապետի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։ Նավը օգոստոսի 17-ին իր Տիշկետում բախվել էր բեռնանավին։ Վճռվել էր Յուրի Ռադկոին կալանավորել 2 ամսով։ Հիշեցնենք, որ շոգենավի նավապետի արյան բաղադրության մեջ փորձագետները ալկոհոլ էին հայտնաբերել։ Ընդհանուր առմամբ վթարից տուժել է 40 ուղևոր, զոհվել 6 մարդ։ Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում անձրևների եւ ամուրի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով արտակարգ դրություն է հայտարարվել։ Խաբարովսկում օգոստոսի 19-ին ջրի մակարդակը հասել է պատմական առավելագույն 657 սանտիմետրին, մեկ օրվա մեջ բարձրանալով 17 սանտիմետրով։ Ըստ երկրամասի իշխանությունների 73 տուն, որտեղ ապրում էր 162 մարդ, ջրի տակ է անցել։ Ավելի բարդ է իրավիճակը Մեծ Ուսուրիական կղզում, որտեղ շարունակվում է բնակչության տարհանումը։ Վտանգի տակ գտնվող բոլոր բնակավայրերում պաշտպանիչ ամբարտակների շինարարություն է ընթանում։ Ըստ կանխատեսումների Խաբարովսկում ջրհեղեղի գագաթնակետը սպասվում է օգոստոսի 25-ին, երբ գետի ջրի մակարդակը կարող է հասնել 7 մետրի։ Յակուտիայում, Ամուրի մարզում, Պրիմորիեում եւ Խաբարովսկի երկրամասում արտակարգ դրություն է հայտարարվել։ Լեհաստանի հարավում Ռաբկա քաղաքում արտասովոր ավտոարշավ է տեղի ունեցել։ Մարդիկ մրցել են զուգարանակոնքերով, որոնք համալրված են էլեկտրական վարման հնարավորությամբ։ Բոլոր մասնակիցները զուգարանակոնք վարելու արտոնագիր են ստացել, իսկ հաղթողները գավաթներ։ Գործում հաջողել են ոչ միայն տղամարդիկ, այլև 1 կին։ Լիանա Մխիթարյան, Մոլորակ։ Հաջորդ տեսանյութը Հայաստանի Թատերական գործիչների միության լոռու բաժանմունքից է, դիտենք ու կծանոթանանք եղանակի տեսությանը։ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վալոդիա Գրիգորյանի հիմնած ստուդիայի սաները քննություն էին հանձնում։ Վերջիններս նախ երգեցին ու պարեցին, ապա Հովհաննես Սաբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, գրող, թարգմանիչ Էլֆիկ Զորաբյանի «Մարդիկ և ստվերներ» հեղինակային պատմվածքի մոտիվներով բեմադրված ներկայացումը շարունակեց միջոցառումը։ Զորաբյանը, որ արդեն 4 տարի ղեկավարում է Հայաստանի Թատերական գործիչների միության լոռու բաժանմունքը, ջանք չէր խնայել, որ հետաքրքիր անցնի քննությունը թե սաների եւ թե հանդիսատեսի համար։ Արդեն ունենք 2 կուրս, մեկի փոխարեն եւ շատ ակտիվորեն գալիս են ուսանողները, ստուդիականները։ Տվել է բազմաթիվ նշանավոր դեմքեր այս ստուդիան։ Մի խոսքով այսպես շարունակում ենք գործել։ Մարդիկ և ստվերներ ներկայացման գլխավոր դերակատար Հենրիկ Մայլյանը, ով նաև ստուդիայի շրջանավարտ է, նշեց, որ հպարտ է, որ սովորել եւ ավարտում է Հայաստանի Թատերական գործիչների միության լոռու բաժանմունքը։ Մարդիկ և ստվերները պատմվածքում ստանձնելով գլխավոր դերակատար շատ ուրախ եմ եւ շատ հպարտ եմ, որ սովորել եմ այս ստուդիայում։ Էլֆիկ Զորաբյանը հրաժեշտ չտվեց իր սաներին, քանի որ նրանք հավերժ բարեկամներ են մնալու, այսպես ամենայն դեպս խոստանում են։ Վերջինս իր ուսանողներին մաղթեց միայն, որ պատասխանատու լինեն իրենց եւ հասարակության առջև, ցանկանալով առողջություն։ Արթուր Մանուկյան, Արմեն Շահբազյան, Մոլորակ։ Օգոստոսի 20-ին հանրապետության տարածքում շրջանների մեծ մասում կդիտվի արևային առանց ստեղումների եղանակ, միայն հյուսիսային եւ հյուսիսարևելյան շրջաններում սպասվում են անձրևներ եւ ամպրոպ, տեղտեղ հնարավոր են առատ ամպրոպային անձրևներ, սաստիկ քամի 18-ից 20 մետր/վայրկյան արագությամբ, կա նաեւ կարկուտի հավանականություն։ Օդի ջերմաստիճանը ցերեկը մի փոքր կնվազի, Լոռու մարզում սպասվում է գիշերը 12, ցերեկը 27 աստիճան տաքություն, մարզի քաղաքներից Տաշիրում սպասվում է գիշերը 10, ցերեկը 25 աստիճան տաքություն, Ալավերդիում կանխատեսվում է գիշերը 12, ցերեկը 27 աստիճան տաքություն, Սպիտակում կդիտվի գիշերը 10, ցերեկը 24 աստիճան, Ստեփանավանում կլինի գիշերը 12, ցերեկը 26 աստիճան, իսկ մարզ կենտրոն Վանաձորում սպասվում է գիշերը 12, ցերեկը 25 աստիճան տաքություն, Երևանում տեղումներ չեն սպասվում, Մայրաքաղաքում կդիտվի մինչև 32 աստիճան տաքություն։ Այսքանն էինք առանձնացրել այս թողարկման համար, մնացեք խաղաղությամբ եւ շարունակեք դիտել Ֆորտունա ցտեսություն։